Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ամեն անգամ ասում ենք այլևս խոսելու ոչինչ չկա, բայց Քեմալական պայմանագրի երիտ թուրքերը ամեն անգամ մի նոր փորձանք են բերում մեր երկրի գլխին։ Որպես հասարակական գործիչ, որպես հայ եւ որպես քաղաքական գործիչ արդեն, որպես մարդ, որ լավ է հասկանում, որ այս ամենը բերելու է ռազմական կոլապսի եւ Հայաստանը դառնալու է հերթական թատերաբեմ, ոչ միայն մարտական, այլև նորից է եղեռնվելու, իմ պարտքն եմ համարում եւս մեկ անգամ զգուշացնելու մեր քնած ստամոքսի հոգսերով տարված ժողովրդին եւ բոլոր նրանց, ովքեր որ այս օրերին մեծ աթոռակռվի մրցման մեջ են։ Տիարք, մանդատավոր օպոզիցիոներներ, չգիտեմ ընդեղ ձևական կլոուններ, որ սրա նրա դրոշից սրա նրա դրոշ եք գնում։ Զգուշացնում եմ եւս մեկ անգամ, Հայաստանը անդունդի եզրին է, վաղը Հայաստան են գալիս Ուկրաինայի նախագահ Զելենսկին, եվրոպական այն ուրացողները, որոնք որ իրենք թքած ունեն երևի իրենց ազգությունների եւ իրենց մշակույթների վրա եւ դրան գումարած նաեւ թուրք Նիկոլը իր թուրք եղբայրներին է բերում հերթական պայմանավորվածությունների համար, դա համարելով սամիտ եւ այդ հայերեն ասած սամիթը, որը իսկականից արդեն ծիծաղելի է, կլոունադա է, Հայաստանը դարձնում է վաղվանից մի քանի օրով հասարակած տուն, քաղաքական հասարակած տուն եւ մամա Ռոզայի դերում այս անգամ Նիկոլ Փաշիևն է, որովհետեւ նա է բոլոր անբարոյականներին հավաքում Հայաստանում, փորձելով դրանից ունենալ իր շահը, իսկ իր շահը վերարտադրվելու հնարավորությունն է, իր շահը իր աթոռը տակը պինդ պահելն է, իր շահը Հայաստանը թուրքացնելն է։ Եվ այն, որ նա ասում է, որ տրթատը մի առավոտ ելել է քնից ու ասել է մենք քրիստոնյա ենք ու դարձել են քրիստոնյա, ունի ենթատեքստ ինչպես բոլոր իր ասածները։ Դա նշանակում է